Ամանորյա տոները մեզ համար միշտ կապված են առանց սեղանների եւ ջոխ ուտելիքների հետ, սակայն հենց այսօրն է, որ սննդի սխալ պատրաստման, պահպանման եւ չափից շատ օգտագործման դեպքում առաջանում են թունավորումներ։ Եվ այսօր մենք զրուցելու ենք հենց այս թեմայի մասին, խոսելու ենք թե ինչպես պետք է օգտվել տոնական սեղանից ճիշտ եւ ինչպես տոնական օրերից հետո օրգանիզմը կարողանանք հետ վերականգնել։ Եվ այդ թեմայի մասին այսօր զրուցելու ենք սննդապան Հասմիկ Աբովյանի հետ։ Բարև ձեզ։ Բարի օր։ Շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար Տիկին Աբովյան։ Ես եմ շնորհակալ հրավերի համար, հաճույքով։ Այսօր շատ հետաքրքիր զրույց ենք ունենալու, քանի որ տոները մոտ են, բոլորը պատրաստություններ են տեսնում։ Ձեր կարծիքով որոնք են այն հիմնական սխալները, որ տոնական սեղանին բոլորը օգտագործում են եւ հենց վնասում են իրենք իրենց։ Իմ կարծիքով հիմնական սխալներից մի քանիսը մենք կհասցնենք շոշափել։ Սխալներից մեկը նա է, որ մարդիկ քաշ չհավաքելու նպատակով տոներից առաջ բավականին սահմանափակում են իրենց սնունդի մեջ։ Անգամ այսպես բեռնաթափման շաբաթ կամ բեռնաթափման տասնյակ են իրենց գլխին սարքում, հա? Եւ հետո անգամ կարող է սովապահությամբ զբաղվեն, ուղղակի սոված մնան, որպեսզի այո, տոնական օրերին ոչ մեկ սեղանի, հա, բազմաթիվ սեղանների շուրջ նստեն եւ այսպես մոռանան բոլոր սննդաբանության կանոնների մասին, ըստ իս ամենամեծ սխալներից մեկը սա է, որտեվ սա ծանրագույն վնաս է հասցնում առողջությանը, հա, եւ մի քանի օրում հնարավոր չի իրականում ճարպակալել, հա, իրականում քաշ հավաքել իրական, որն է իրական քաշը, ճարպ, հա, մի քանի կիլոգրամ իրական ճարպ հավաքել հնարավոր չի։ Եվ եթե 1-2 խնջույքային այդ օրերից հետո մարդու մոտ ավել քաշ է արձանագրվում, հա, շերքի վրա, սա ամենևին ճարպի մասին չի խոսքը, հա, սա ավելորդ հեղուկի մասին է, որը ինչքան հեշտ կուտակվել է, այդքան հեշտ էլ կգնա։ Հետևաբար այս նպատակի համար, որ չլինեն այս մի քանի կիլոգրամը, բացարձակ չարժե տոներից առաջ, ուրեմն անհեթեթ, առանց բժշկի խորհրդի, ինչ որ հորինված ինտերնետից, օդից, սեփական գլխից, հա, հորինված ինչ որ խիստ սահմանափակող սննդակարգեր անել, ինչու, որտեվ սնունդը մեզ համար այսպես ռեզերվային աղբյուր է, էներգետիկ նյութ, հա, էներգետիկ ռեզերվա, որը մենք ստանում ենք եւ ծախսում ենք տարբեր մեր գործունեության համար եւ մեր օրգանիզմի գործունեության համար, մտավոր, ֆիզիկական աշխատանքի համար, մեր օրգան համակարգերի ֆիզիոլոգիական ֆունկցիաները կատարելու համար, այդ ամենի համար պահանջվում է էներգիա, որը մենք որտեղից պիտի ստանանք, միայն սննդամթերքներից, հա, եւ մեր օրգանիզմի գլխավոր ռեզերվը, որը օգնում է մարդուն երկար ժամանակ առանց սնունդի մնալու դեպքում չմահանալ, դա լյարդն է, լյարդը եւ մկանները, եւ եթե մարդը այսպես ոչ սանկցիայով, այսպես ոչ սանկցիոնիրованный իրան սովի է մատնում, հետո միանգամից ուտում է, հետո նորից չի ուտում, ինքը այդ լիմիտավորված սնունդի ժամանակ ծախսում է լյարդի ռեզերվը, հա, եթե երկար մարդը ծախսում է իր լյարդի ռեզերվները, հետո միանգամից ստանում է մեծ քանակությամբ էներգիա սննդակարգից, այսպես ասում ենք մետաբոլիկ ճոճանակ է ստեղծում իր համար, որը տանում է իրական ճարպակալման, հա, հետևաբար սնունդի հետ նման խաղերը խիստ հակագիտական են, հակամարդկային են եւ սեփական օրգանիզմի դեմ են ուղղված։ Հետևաբար իմ խորհուրդ համար մեկը տոներից առաջ, այսինքն նախ տոնը չլինի, հա, բացարձակ սեղանի որովայնի տոն, որտեվ այնքան ուրախանալու միջոցներ կան, հաճույք ստանալու միջոցներ կան, տոնը այնպիսի վառ,
հիշվող եւ շքեղ կարելի է անցկացնել ընկերների, մտերիմների հետ, զանազան ձևերով, հա, որ սնունդը այդտեղ կարող է զբաղեցնել ամենավերջի տեղը։ Երկրորդը, տոնական սեղանը մենք այսօր չդիտենք ինչպեսի մի արտառոց, սենց երկար սպասված մի բան, հա, ի վերջո այսօր լիության աշխարհ է եւ իրականում շատ կարևոր է, որ մարդը կլոր տարի ամեն օր սնվի շատ բազմազան, բոլոր մթերքները, գոնե փոքրիկ քանակներով, կախված իհարկե մարդու ֆինանսական հնարավորություններից, բայց հավատացնում եմ խելացի հաշվարկների դեպքում կարելի է իսկապես ամենանվազագույն գումարով սնվել բազմազան։ Գիտեք ինչ, մարդիկ սովոր են մեծ ծավալների սնունդ, իրականում դա ուղղակի թշնամություն է սեփական օրգանիզմի դեմ, Եվ դրա ամիսներ առաջ են պատրաստվում, գնումներ անում, որ եւ կարծես այնպեսի դարում ենք ապրում, որ ամեն ինչը շատ հեշտ կարողանում ես գտնել, բայց միևնույն է։ Դուք իմ միջից հանեցիք այդ բառը։ Իմ համար այնքան զարմանալի է, ես մեկ ամիս առաջ ես արդեն զգում եմ մեր փողոցներում այդ եռուզեռը, այդ գնումները։ Ես չեմ պատկերացնում դրա նպատակը, որտեղ միշտ խանութներում ամեն ինչ կա, հա, մենք այդ հետ սովետական սինդրոմ եմ անվանում ես դրան, խորհրդային սինդրոմ, երբ որ իրապես ոչինչ չկար եւ պետք էր ամեն ինչը հայթայթել։ Սա հասկանալի է, մարդիկ սկսում էին 1-2 ամիս առաջ հայթայթել, միգուցե ուրիշ քաղաքներից բերել, պահպանել, մտածել ինչպես պահպանել տարբեր մթերքները, հա, որպեսզի նոր տարվա սեղանը լինի ճոխ, երբ դատարկեն խանութները, բայց մեր խանութները հիմա լի են կլոր տարի եւ կարելի է մի քանի ժամվա մեջ շատ գեղեցիկ սեղան գցել, մի քանի ժամվա մեջ։ Ուղղակի մեզ մոտ դա բնական է երևի, մինչև մեծ սերունդը չանցնի, որը հիշում է այդ սովետական տխուր կյանքը, երևի կպահպանվի եւ քիչ-քիչ արդեն երիտասարդները կհանեն այս ավանդույթները եւ երիտասարդները արդեն ավելի բազմազան, ակտիվ, գեղեցիկ, հետաքրքիր տոներ կանցկացնեն, ոչ իհարկե ամբողջ օրը սեղանի շուրջը, հա։ Եվ իմ խորհուրդը սա էր, որ ամբողջ տարի մենք սնվենք բազմազան, կրճատելով սնունդի ծավալները բազմազանացնենք այդ սնունդը։ Ի վերջո մենք հիշենք, որ առողջ ստամոքսի ծավալը 100-ից 200 միլիլիտր է, դուք պատկերացնում եք, դա մեկ փոքրիկ բաժակ է, բայց ամեն մարդ թող ինքն իրեն պատասխան տա, ինչ ծավալով է կերակուրն ընդունում մեկ անգամով։ Հետևաբար, եթե մեր սնունդը բազմազան է, մեր ռացիոնը բազմազան է, հիմնական մթերքների բոլոր խմբերի ներկայացուցիչները ամեն օր կամ օրը մեջ արկա են կամ գոնե շաբաթը մեկ, որոնք որ ավելի այսպես դժվար հասանելի են, ներկա լինեն մեր սեղանին, մեր օրգանիզմը հագեցած կլինի եւ մենք ինքներս էլ չենք ուզենա, չենք սպասի այդ սեղանին ինչպես մի հրաշք, որ պետք է գիշերվանից նստենք եւ օրեր շարունակ այդ սեղանի շուրջը նստած, այդ բազմաթիվ գեղեցիկ կերակուրները պարտադիր բոլորը փորձենք, բոլորը ուտենք, հա, մենք արդեն ինքներս էլ չենք ուզենա, եթե մենք նախապես մեր սննդակարգը առողջացնենք, մեր սննդի ծավալները փոքրացնենք, մեր օրվա ռեժիմը կանոնավորենք, շատ կարևոր է նախաճաշելը, սա շատ կարևոր է։ Յուրաքանչյուր մարդ, որ տարիներով չի նախաճաշել, երբ սկսում է նախաճաշել, ինքը իր վրա զգում է դրա տարբերությունը եւ կարևոր է, որ նախաճաշը պետք է լինի շատ կարևոր է, որ լինի ճիշտ կազմված ձեր ափսեն, ճիշտ գրագետ նախաճաշ լինի, որից դուք կհագենաք, էներգիայով կլցվեք, կկարողանաք երկար ժամանակ գործունեություն ծավալել այդ նախաճաշի շնորհիվ, հա, փոքրիկ երեխաները չեն նախաճաշում, գնում են դպրոց եւ 1 ժամ հետո նրանք սկսում են քնել դասի ժամին, դասատուն սկսում է բողոքել, որ նա քնում է, բայց սրա պատճառը չնախաճաշելն է, սխալ նախաճաշը
կամ չնախաճաշելը։ Հետևաբար, եթե մարդու օրգանիզմը արդեն իսկ սովորեցրած է առողջ, ճիշտ, գրագետ սննդակարգի, երբ օրգանիզմդ հագեցած է, երբ դու չունես դեֆիցիտներ, վիտամինների, միկրոէլեմենտների, զանազան բազմաթիվ բիոակտիվ նյութերի, որոնք ել ավելի կարևոր են, քան վիտամինները եւ միկրոէլեմենտները, մարդու օրգանիզմը երբ հագեցած է, նա չունի այդպիսի պահանջ մեծ քանակով միանգամից սնունդ քաշելու, այսպես, եւ կարելի է վեր կանալ սեղանից, չգիտեմ, կարելի է ինչ-որ զվարճանք մտածել այդ տոների ժամանակ, հա, միայն չսահմանափակվենք նստելով սեղանի շուրջ, ուտելով, խմելով եւ զրույցներով, հա, պարել, երգել, ես համոզված եմ, որ շատերը այդպես էլ անում են։ Ուղղակի առաջի կետը, հա, այսպես ամփոփեմ, տոներից առաջ ոչ թե սահմանափակող սննդակարգեր պահպանել, այլ հակառակը տոներից առաջ գոնե 10 օր փորձել շատ ճիշտ, նորմալ, արատ, ինչքան որ պետք է բազմազան սնունդ ընդունել։ Եվ բոլորովին վերջին օրը տոնից առաջ, հա, ամբողջ օրը չմնալ սոված գործերի մեջ, մտածելով, որ հեսա գիշերը սեղանը կդնենք եւ կուտենք, այս ամենասարսափելին է, ինչպես ես արդեն նշեցի, հա, երբ մենք երկար քաղց ենք պահում, մեր այդ ռեզերվը լյարդն է, առաջի ռեզերվը, որ վերցնում է իր վրա սնունդով մատակարարել մեզ, մեր ուղեղը, այո, եւ հետո երբ մենք նրան միանգամից ծանրաբեռնում ենք, սա նրա համար շատ ծանր, այսպես հարված է եւ սրանից է, որ շատերի մոտ անգամ այն մարդիկ, որոնք չունեն, գրեթե նայում ես չունի ավելքաշ, բայց ունի լյարդի ճարպակալում։ Սա ինչից է, այսօր շատերը գիտեն, որ իրենք չունեն ավելքաշ, բայց զարմացած, այսպես ուլտրաձայնային հետազոտությունից հետո գալիս են ասում են, բժշկուհի, ես ավելքաշ չունեմ, բայց լյարդս ճարպակալած է։ Եվ ես մի անգամից սկսում եմ պարզել առաջի հարցս, ինչպես եք սնվում, եւ մի անգամից պարզ է դառնում դրա պատճառը։ Բայց այնուամենայնիվ կարծես ապրում եք այնպիսի ժամանակաշրջանում, որ մարդիկ միևնույն է սիրում են, պատրաստում են եւ եթե արդեն դիտարկում ենք սեղանի պարունակության մասին, կան իրականում վտանգավոր մթերքներ, որ պետք չի լինի սեղանին, թե սխալ են օգտագործում, դրա համար առաջանում են թունավորումներ։ Տեսեք, իհարկե լավ մթերքից, թարմ, ճիշտ պատրաստված, սանիտարահիգիենիկ կանոնները մանրակրկիտ պահպանված սնունդի պատրաստման, գնման, պատրաստման, պահպանման, հա, եղանակները բոլորը այդ պահպանման դեպքում, եթե մթերքը թարմ է եւ լավն է, նրանից դժվար թե մենք ունենանք, ոչ, նրանից մենք չենք ունենա թունավորում։ Ուրիշ բան, որ մենք դասակարգենք այդ թունավորումները, հա, թունավորումները լինում են երբ կա հարուցիչը սնունդի մեջ, ինքը կենդանի հարուցիչը, հա, միկրոբը, բակտերիան, եւ թունավորումը լինում է արդեն երբ միկրոբը չկա, բայց կա նրա հետևանքները, կա նրա արտադրած թույները, կամ առհասարակ ինչ որ թունավոր նյութեր են ինչ-ինչ ճանապարհով հայտնվել սնունդի մեջ, հա, եթե մթերքը ճիշտ չի պատրաստվել, չի պահպանվել, պահպանման մթնոլորտը, հա, պայմանները խախտվել են, այս մթերքը կարող է վտանգավոր լինել։ Եվ քանի որ մթերքները այնուամենայնիվ շատ են լինում տոնական օրերին, հա, եւ սա փորձել եւ նա փորձել եւ նա հետո տոնական սեղաններից շատ հաճախ դրվում է շատ, հա, մթերքը դրվում է շատ, մնում է, քանի որ մի քանի օր տոներ են, անընդհատ սեղան, նա մնում է տաք, խոնավ պայմաններում, հա, ջերմաստիճանը սենյակի շատ բարձր է մթերքի պահպանման համար, եւ եթե անգամ կա մի փոքր քանակ միկրոօրգանիզմների, այդ պայմաններում նա կարող է շատանալ, բազմանալ։ Հիմնականում աղցաններից է լինում թունավորումները, որ մայոնեզով են պատրաստված լինում։ Այո, այդ մայոնեզով, թթվասերով այս աղցանները
շատ վտանգավոր իսկապես կարող են լինեն, եթե թարմ չլինեն եւ եթե երկար մնացած լինեն տաք ջերմաստիճանի պայմաններում սեղանի վրա, հա։ Տեսեք, շատ པարզ խորհուրդներ կան։ Նախ քիչ պատրաստել։ Երկրորդը, քանի որ տեսականին շատ է, ամեն մի տեսակից պետք է քիչ պատրաստել։ Մեր ժողովուրդը, ես ինչպես նշեցի, հետսովետական ժողովուրդ է, որը այնուամենայնիվ այսպես անգամ տատիկներից եւ ծնողներից կա այդ հիշողությունը մթերք չլինելու, հա։ Եվ մենք նախընտրում ենք անգամ արդեն նախապես իմանալով, որ մթերք այդքան թարմ չի, մենք նախընտրում ենք ոչ թե պարզապես դեն նետել, այլ մեր մեջ նետել, հա, չմտածելով, որ ամենաթանկը մեր մարմինն նաև մենք ենք, հա, մեր առողջությունը։ Լինելով խիստ ոչ կողմնակից սնունդ դեն նետելու, սա ինձ համար ամենավատ բաներից մեկն է, ես կողմնակից եմ, որ քիչ գնել, միշտ ամեն ինչ կա խանութներում, մենք չունենք կարիքը նախապես շատ այսպես պաշարելու, հա, սնունդը, իսկապես գիտակցված պետք է վերաբերվել սնունդին, ամեն մարդ պետք է ասի, միշտ ամեն ինչը շատ է, պետք է քիչ գնել, խորհուրդ օրինակ քաշ նվազեցնող մարդկանց համար, երբ ես զբաղվում եմ ճարպակալումով հիվանդի հետ եւ մենք նվազեցնում ենք քաշը, գլխավոր խորհուրդներից մեկը ամեն օր գնել օրվա մթերքները։ Այսինքն դու գնում ես մեկ օրվա քո ռացիոնը, դու գիտես ինչ պիտի ուտես, դու գնում ես այդ մեկ օրվա ռացիոնը, պատրաստում ես, ուտում ես, երբ վերջին ուտելուց հետո քո տան այլևս ոչինչ չկա, հաջորդ օրը նորից գնել։ Սա լավագույն խորհուրդներից մեկն է։ Նախ մարդը հոգեբանորեն ազատվում է այդ սնունդի կախվածությունից։ Այսպիսի մարդկանց մոտ կա մի տեսակ վախ սնունդի չլինելու հանդեպ, սնունդի պակասի հանդեպ, հա։ Սա խնդիր է, սա հոգեկան, հոգեբանական խնդիր է։ Նախ նման մոտեցման դեպքում ժամանակի հետ այդ կախվածությունը անցնում է, բնականաբար գիտակցված ենք, սա մարդը գիտակցված է սա անում, անցնում է այդ խնդիրը, երբ դու ամենօրյա ռեժիմով գնում ես քո օրվա սնունդը, պատրաստում ես եւ ուտում ես, եւ հետո հետ է սովորում մարդը քիչ-քիչ այդ հսկայական քանակի սնունդը պաշարել, սառնարանը այսպես լցնել, որ սառնարանը լիքը լինի, դուռը բացես թափվի այնտեղից, հա։ Իսկ որ մթերքներն են, որ անհամատեղելի են կարծես իրար հետ եւ օրինակ մսային ուտեստների հետ շատ հաճախ նաեւ խառնում եւ ուտում են քաղցրավենիք, որը կրեմային պարունակություն ունի, կրեմային է պատրաստված։ Այ կան մթերքներ, որ պետք չի խառնել ու խմիչքներ են այ։ Ես խորհուրդ եմ տալիս խմիչքների մասին առանձին, հա, խոսենք, որտեվ ես բոլորին եմ խորհուրդ տալիս հրաժարվել քաղցր ըմպելիքներից։ Գրեթե բոլոր մարդկանց, հազվադեպ բացառություններով, մարդիկ կան, որոնք ունեն քաշի պակաս եւ իրենք գիտեն, որ նրանք վատ չեն սնվում, նորմալ ըստ պահանջի ուտում են մթերքներ, բայց ունեն քաշի պակաս, չեն կարողանում քաշ ավելացնել։ Այ բացառությամբ այս մարդկանց, մնացած բոլոր մարդկանց խորհուրդ եմ տալիս ցանկացած տիպի քաղցր ըմպելիքներից հրաժարվել, հատկապես սնունդ ընդունելու ժամանակ, որտեվ այս սրանք իրար հետ ուրեմն խառնվելով տալիս են օրգանիզմում, ես չգիտեմ ներողություն հայերեն բառը, բրաժենիա երևույթը, որտեվ ածխաջրերը շատ են եւ նախ մարդը սկսում է իրեն վատ զգալ, ծանրանում է, գիրանում է այստեղ իրականում, հա, որտեվ քաղցր ըմպելիքների մեջ հսկայական քանակով ածխաջրեր կան, պարզապես շաքար։ Եվ լսողները կմտածեն, որ թարմ կամած մրգի հյութի մեջ շաքար չկա, կսխալվեն, հա, շատ շաքար կա նաև մրգի հյութի մեջ եւ այլ ածխաջրեր, որն է օրինակ ֆրուկտոզան, որը ել ավելի վտանգավոր է մեր առողջության համար, քան գլյուկոզան, քան սախարոզան, շաքարը սովորական, եւ հետեւաբար իմ խորհուրդն է ըմպելիքներից հրաժարվել քաղցր, իմ խորհուրդն է բնականաբար իհարկե շատ տարբեր ուտեստներ իրար հետ չխառնել, գոնե նրա համար, որ եթե ձեզ վատ զգաք,
Եթե շատ բաներ ընդունած լինեք, չեք իմանա որից սա եղավ, հա։ Եվ գիտեք ինչի մասին եմ նաև ուզում խոսել, կան մարդիկ, որոնք սարսափելի ալերգիաներ ունեն տարբեր մթերքներից, հա, ընդհուպ միջև կարող են մահանալ, հա, մենք գիտենք այդ կվինկեի այտուց կարող է լինել, երբ փակվում է ուղղակի շնչուղիները եւ մարդը խեղդվում է, եթե նրան չհասցնել փրկել, հա։ Տեսեք, երբ որ դուք ձեր տանն եք ձեր առօրյայում, դրա մասին դուք գիտեն ձեր հարազատները, ձեր ընտանիքի անդամները եւ հետեւաբար նման մթերքը բնականաբար բացակայում է ձեր տանից։ Բայց երբ դուք հյուր եք գնում, անգամ ամենամոտիկ մարդկանց մոտ դժվար է պատկերացնել, որ մեկ այլ ընտանիք իր սեղանը պատրաստում է ձեր այդ ալերգիան հաշվի առնելով, հա։ Եվ ցանկացած պարագայում ամենամոտիկ ձեզ սիրող մարդը կարող է մոռանալ, որ դուք ունեք այդ խնդիրը եւ անգամ փոքրիկ քանակով, եթե որևիցե ուտեստի մեջ լինի այդ ալերգենը, շատ տխուր կարող է ավարտվել, տոնը հաստատ կփչանա, հա, բոլորի համար։ Հետևաբար սա է պետք հաշվի առնել, եթե մարդը ունի ալերգիա, եթե տեսնում է շատ խառը, շատ բազմակոմպոնենտ ինչ-որ ուտեստ, ավելի լավ է հրաժարվել այս ուտեստից, որտեվ այն ալերգենը կարող է լինել անգամ մինիմալ քանակներով, անգամ տանտիրուհին կարող է մոռացած լինի, ինքն է պատրաստել, որ մինիմալ քանակով այդ կոմպոնենտը կա, հետևաբար դուք ինքներդ պիտի ձեզ պաշտպանեք, հա, հույսը չդնել ոչ մեկի վրա։ Եվ եթե դուք գիտեք, որ դուք ունեք բազմակոմպոնենտ որևիցե աղցաններից, ինչ-որ ուտեստներից, որտեղ լավ չի երևում բոլոր կոմպոնենտները, դուք վստահ չեք 100%-ով որ չկա, ավելի լավ է հրաժարվել։ Կամ մի ուրիշ այսպես եւ աղցանները խորհուրդ է տրվում նախ քիչ պատրաստել, երկրորդը այդ մայոնեզը, թթվասերը նախապես չխառնել աղցաններին, հա, այդ ամենը պահել սառնարանում եւ խառնել ուտեստին անմիջապես սեղանին դնելուց առաջ եւ անպայման սեղանին դրված պորցիան սպառել, այսպես ասած, հա, աշխատել այլևս սեղանից ետ չդնել սառնարան, այսինքն փոքրիկ քանակով դնել, սա օգուտ կտա բոլորին եւ քիչ կարելի է ուտել, քանի որ բազմազան են, հա, ուտեստները։ Եվ մեր առողջությունը կպահպանենք։ Այսինքն ավելի նպատակահարմար չէ սառեցված մթերքները կրկին սառեցնել, դա նույնպես վտանգավոր է։ Այս սա էլ է շատ վատ, այո, սա էլ է շատ վատ, երբ մթերքը երկար մնում է սեղանին, մենք նրան նորից սառացնում ենք, հետո նորից բերում ենք, հետո նորից տանում ենք, հետևաբար յուրաքանչյուր չափաբաժինը, որ դրվում է սեղանին, պետք է դրվի այնպես, որ մոտավորապես հաշվարկարվի եւ սպառվի, ըստ հյուրերի քանակի, մոտավորապես, հա, հաշվարկանել եւ սպառել։ Եվ թթվասերը կամ մայոնեզը կամ այլ տիպի նմանատիպ, հա, այդ զապրավկաները անմիջապես սեղանին դնելուց առաջ համեմել աղցանը եւ դնել ուրեմն սեղանին։ Իսկ երբ որ խոսում ենք արդեն խմիչքների մասին, որը շատ է հուզում մեզ լսողների, որքան է նորմալ չափաբաժինը, որ կարելի է օգտվել տոնական սեղանից ուտելիքների հետ համադրելով։ Տեսեք, իրականում ես որպես բժիշկ եմ սա ասում, ալկոհոլի անվտանգ չափաբաժին գոյություն չունի։ Ալկոհոլի ցանկացած չափաբաժին տոքսիկ է մեր օրգանիզմի համար։ Սա միանշանակ է, սա անբեկանելի է։ Բայց իհարկե մենք հասկանում ենք, որ բազմաթիվ մարդկանց դա հետ չի պահի, հա, ալկոհոլ օգտագործելուց։ Ուստի գոնե պետք է տանք գոնե խորհուրդներ, որ մինիմումի կհասցնի, հա, վնասը։ Դե առաջի ամենապարզ խորհուրդը չափի մեջ օգտագործել, հա, չափի մեջ դա անել։ Միանշանակ ամեն ինչ թույլատրելի է չափի մեջ 1-2 տարվա մեջ։ Երկրորդը կա այսպիսի մի խաբուսիկ բան, որ ալկոհոլը եւ մեծ քանակությամբ ճարպը իրար հետ, ուրեմն լավ է օգտագործել, քանի որ ճարպը խանգարում է ալկոհոլին, որ
մարդը շուտ չհարբի, հա, այդ ազդեցությունը չլինի։ Սա միգուցե այս նպատակով ծառայում է նպատակին, բայց դա կարող է շատ վտանգավոր լինել ենթաստամոքսային գեղձի համար եւ հատկապես այն մարդկանց համար, ովքեր արդեն ունեն որևիցե խնդիր ենթաստամոքսային գեղձի հետ, հա։ Եվ հետեւաբար խիստ խորհուրդ չի տրվում մեծ քանակի ճարպային մթերքները ալկոհոլի հետ զուգակցել, սա իսկապես կարող է ավարտվել շատ տխուր, հետնել կծու, եթե լինի այդ մթերքը, սա կարող է իրոք սուր պանկրեատիտի, ուրեմն շտապօգնությամբ եւ ռեանիմացիայով ավարտվել, հա, լավագույն դեպքում։ Բայց շատ հաճախ հակառակն ենք լսում, որ այդ ճարպոտ մթերքներին ալկոհոլը նպաստում է, որպեսզի ավելի լավ մարսվի եւ կարծես ավելի լավ է ախորժակը բացում։ Սա խաբեություն է, սա կարող է լինել շատ վտանգավոր, հա։ Հետևաբար ալկոհոլը իհարկե պետք է օգտագործել չափավոր։ Ես կարծում եմ, որ մարդիկ բոլորը գիտեն, որն է չափավորը, հա։ Օգտագործել չափի մեջ, օգտագործել ոչ շատ քաղցած վիճակով եւ ոչ, ինչպես ասեցի, ճարպոտ սնունդի հետ չափի մեջ պետք է լինի եւ սնունդը եւ ալկոհոլը։ Եվ եթե մենք հին ավանդույթի համաձայն շատ սեղաններ ենք ունենալու, շատ տարբեր տներում շատ սեղաններ, հա, կամ տարբեր, ցանկալի է ուրեմն սահմանափակել ուտեստների քանակը ամեն սեղանի շուրջ, հա։ Ենթադրենք այս սեղանի շուրջ 1-2 ուտեստ, հաջորդ սեղանի շուրջ արդեն ուրիշ որակի 1-2 ուտեստ, հա, անպայման չի բոլորը մի սեղանի շուրջը փորձել, հետո գնալ մյուս սեղանի շուրջը էլի բոլորը փորձել, հա, կարելի է ընտրել։ Միտեղ ուտել քաղցրավենիք, միտեղ ուտել միրգը, միտեղ ուտել ինչ-որ աղցան եւ այլն, հա, այսինքն չափավորությունը, որ ասում են, չափավորությունը ամեն հարցում միայն օգուտ է մեզ բերում։ Մեծ ռուս գրող Լև Տոլստոյն է ասել, որ մարդը պետք է վեր կենա սեղանից մի փոքր քաղցած։ Պատկերացնում եք, սա խորհուրդ է բոլոր ժամանակների համար։ Այս խորհուրդը ես վստահ եմ երբևիցե չի կորցնի իր ակտուալությունը, այսինքն երբևիցե չի լինի գիտական մի բացահայտում, ես սա վստահ եմ ասում, որը որ կհերքի այս ասածը, որը որ կասի չէ, լավ, կուշտ կերեք, նոր վեր կացեք սեղանից, հա։ Իսկ այնուամենայնիվ, եթե ցավոք լինում է այդ թունավորում, առաջին քայլերը, որ մարդիկ կարող են անել, միջև բժիշկների թեկուզ ժամանելը կամ արդեն հիվանդանոց։ Տեսեք, նախ պետք է ջերմությունը չափել մարդու։ Եթե ջերմություն չկա, արդեն լավ է, հա, արդեն լավ է։ Կարող ենք ասել, որ որևիցե ինֆեկցիոն թունավորում չի լուրջ, հա։ Առաջի հերթին խմել ջուր եւ փորձել ազատել ստամոքսը այդ պարունակությունից, հա, փորձել ստամոքսը ազատել, ինչքան հնարավոր է արագ։ Երկրորդը սկսել մաքուր ջուր խմել ուղղակի, եթե հնարավոր է տանը ունենալ հատուկ ռեգիդրատացիայի համար հատուկ միջոցներ, որոնք վաճառվում են դեղատներում։ Բայց ես շատ հույսով եմ, որ մարդիկ այնուամենայնիվ չեն հասցնի իրենց այս վիճակին, հա, բայց ամեն տան պետքա լինի այդ միջոցը, հա, ապտեչկայում անպայման պետքա այդ ռեգիդրատացիոն միջոցները միշտ լինեն, հա, հատկապես դե նման վիճակները, որոնք ջրազրկում են մարդուն, շատ վտանգավոր են երեխաների համար, հղի կանանց համար, ծեր մարդկանց համար, հատկապես փոքրիկ երեխաների համար։ Հետևաբար, եթե տանը կան երեխաներ, անպայման այս ռեգիդրատացիոն միջոցները պետք է լինեն տան մեջ, որտեղ երեխաները ամենաշուտն են եւ ամենահեշտն են ջրազրկվում, եւ եթե երեխան մահանում է որևիցե աղիքային ինֆեկցիայից կամ թունավորումից, նա մահանում է ջրազրկումից, ոչ թե բուն այդ ինֆեկցիայից։ Ես հուսով եմ, որ մեր օրերում չի լինում նման բան կամ չպետք է լինի նման բան։ Բոլոր ծնողները պետք է տեղեկացված լինեն, որ փոքրիկ երեխաները շատ արագ են ջրազրկվում եւ նրանք չեն հասկանում եւ արտաքինից էլ
չի երևում, որ երեխան ջրազրկված է, որտեղ ինքը հակառակը կարող ավելի ակտիվ իրան պահի, դա հենց ջրազրկման հետևանքն է, եւ հետեւաբար պետք է հետեւել ցանկացած մարդու թունավորման ժամանակ առաջինը ինչ մաքրում ենք նրա աղեստամոքսային տրակտը ինչքանով որ կարողանում ենք եւ սկսում ենք ջուր խմացնել եւ պետք չի արդեն ուտել բնականաբար մոտակա ժամերին, իսկ մի քանի ժամ հետո եթե մարդը քիչ թե շատ լավ է իրան զգում, չունի ջերմություն, չունի սիրտխառնոց, չունի փորլուծություն, արդեն կարելի է նրան ուտացնել թեթև ածղաջրային սնունդ։ Մի 1-2 գթալ ինչ որ շիլա, մի փոքրիկ էս դեպքում քաղցր հյութ կարելի է օրինակ, հա, շատ թեթև, շատ քիչ քանակով, ջրով բացած, մի խոսքով խմացնել, գթալ, այսպես թույլ սարքած թեյ կամ ուղակի ջուր, իսկ ռեգիդրատացիոն այդ հատուկ միջոցները իհարկե անպայման պետք է լինեն եւ պետք է փորձել խմացնել մարդուն, կարելի է տանը ուղակի հաղթահարել, հա, այս խնդիրը, իհարկե եթե ավելի ծանր վիճակ է, եթե մարդը ունի ջերմություն, եթե այդ փսխումը չի կանգնում, փորլուծությունը չի կանգնում, շարունակվում է, իհարկե արդեն պետք է դիմել բժշկի, ես հույսով եմ, որ ոչ ոք չի հասցնի ինքն իրեն այդ օրին, Իսկ ինչ եք նկատում, փոխվել է ժամանակի ընթացքում։ Գիտեք ինչ, ես հույս ունեմ, որ փոխվել է, ես հույս ունեմ, որտեվ երիտասարդությունը ինքն իրենով նոր շունչ է բերում միշտ, նոր սերունդը, նոր շունչ է բերում, այսօր ինտերնետի դար է, այսօր մենք անգամ մեր տանը նստած գիտենք ամբողջ աշխարհում ինչ է կատարվում, ուրիշ երկրների, ուրիշ ժողովուրդների սովորույթները եւ փորձենք ոչ թե կարճենք ավանդական բաներից, հա միշտ չէ որ ավանդականը ճիշտ է եւ լավն է, ավելի ճկուն մարդը պետք է լինի ըստիս, հա, պետք է ավելի ճկուն լինի, մեծերը պետք է ավելի սկսեն լսել երիտասարդներին, որտեվ երիտասարդների ուղեղը ավելի ճկուն է, նրանք ավելի են տեղեկանում, նրանք ավելի են օգտվում բոլոր միջոցներից, ինտերնետից, հա գնում են, ճանապարհորդում են, տեսնում են ինչպես է ուրիշ երկրներում եւ փորձենք վերցնել ուրիշների ավելի լավ սովորությունները վերցնենք։ Եթե դա ավանդույթ է, դա չի նշանակում, որ մենք պարտադիր բոլոր ավանդույթները պետք է պահպանենք, որտեվ այդ դեպքում ոչ մի փոփոխություն, ոչ մի զարգացում չի լինի։ Հենց ավանդույթների քիչ-քիչ փոփոխությունն է, որ տալիս է մարդկանց զարգացում, հա։ Ես կցանկանայի, որ մարդիկ շատ-շատ ավելի ուրախ ու շատ-շատ ավելի բազմազան անցկացնեն տոները, քան ուղղակի ճոխ սեղանների շուրջ։ Իսկ այնուամենայնիվ, եթե չկա թունավորում, բայց կա մի փոքր քաշի ավելացում եւ մարդիկ տոներից հետո ցանկանում են, որ գան իրենց նախկին կիլոգրամներին առանց սննդաբանի դիետոլոգի օգնության հնարավոր է, թե ամենայն հավանաբար պետք է, որ դիետոլոգը նույնպես այդ Ոչ իհարկե մարդը ինքնուրույն կարող է բոլորովին պետք չի բոլոր մարդկանց գնալ սննդաբանի մոտ 1-2 տոնական օրերից հետո կամ թեկուզ մի քանի։ Իհարկե պետք չի վազել սննդաբանի մոտ։ Մարդը ինքնուրույն կարող է բերել իրեն կարգի հետ։ Ես ընդունում եմ, որ կարող է նաև մարդը ուզենա 1-2 օր իրեն ազատություն տալ եւ ուտել ամեն ինչ որ կտեսնի։ Ես դա էլ եմ հասկանում, բայց 1-2 օր հետո իհարկե մարդը ինքնուրույն կարող է իրեն բերել կարգի, հա, խորհուրդս սկսել ոչ թե մատնել սովի սեփական օրգանիզմը, որը դրական չի, ամեն դեպքում մարդը պետք է սնունդ ստանա։ Եվ կարելի է ավելի ջրալի բաներ ուտել մի քանի օր, հա, մի քիչ սահմանափակել աղ եւ աղ պարունակող մթերքները։ Այդ դեպքում մենք արագությամբ ուրեմն կազատվենք այն մի քանի կիլոգրամից, որ եկել են, որը ջուր է, հա, այտուցների տեսքով, անգամ կարող են թաքնված այտուցներ լինել, հա, մենք այդքան չնկատենք, բայց այտուցները կարող են լինել թաքնված եւ հիմնականում այդ ավելացրած կիլոգրամները դրանք այտուց են եւ շատ հեշտությամբ գնում են, բոլորը կարող են համոզվել, երբ արդեն կանոնակարգում ենք մեր սնունդը, մարդը պետք է սնվի օրական 3-ից 4 անգամ, մարդը պետք է սնվի լիարժեք, բոլոր հիմնական խմբերի մթերքները պիտի
ներկա լինեն ափսեի մեջ, այսպես ծիածանի օրենք գոյություն ունի, հա, որ գույները, բուսական սնունդի բոլոր գույները մեր ափսեի մեջ պիտի լինեն շաբաթվա ընթացքում, հա, ծիածանի բոլոր գույները, սրանք հատապտուղներն են, մրգերն են, բանջարեղեններն են, մեր երկիրը շատ հարուստ է իմիջիայլոց եւ ծիածանի բոլոր գույները մեր շուկայում կա, հա, եւ ցանկության դեպքում մենք կարող ենք կիրառել։ Մարդը պետք է սնվի կանոնավոր, ցանկալի է չանել այդ վիրիկուսները, որ մարդիկ սովորեն, մարդու սնունդը պետք է լինի գիտակցված, սնունդ ընդունելու process-ը պետք է լինի գիտակցված։ Երևի շատերը կհամաձայնեն, որ շատերիս մոտ գիտակցված չի։ Ինչ ճանապարհով գիտակցված չի։ Պարապ մնացի մի բան ուտեմ։ Ինչ որ մի փոքր հաճույքի պակաս է տրամադրության անկում է մի բան ուտեմ, առանց մտածելու, պարզապես գնում ենք սառնարանի մոտ եւ ուտում ենք։ Ուղղակի տեսակեր է, ինչ որ մի բան է դրած է, տեսակեր է։ Սա գիտակցված սնունդի ընդունում չի։ Այնինչ սնունդի ընդունումը մեր հիմնական այս ֆիզիոլոգիական պահանջներից մեկն է եւ նա պետք է լինի գիտակցված, նա պետք է լինի կազմակերպված, նա պետք է լինի կանոնավոր։ Մարդը մեկ օրվա մեջ պետք է օգտագործի մոտ 1.5 կիլոգրամ սնունդ եւ այդպես էլ լինում է, բայց երբ մենք ասում ենք, օրինակ մարդուն 1.5 կիլոգրամ սնունդ, բոլորը այնպես են արձագանքում, կարծես դու մի նոր մայր ցամաք ես բացել, բայց եթե մարդիկ իրենց ամբողջ սնունդը գրի առնեն կամ ֆիքսեն, կտեսնեն, որ ավելի շատ են ուտում, հա, այդ զարմացող մարդիկ ավելի շատ են ծավալով ուտում, բայց իրականում եթե դու 1.5 կիլոգրամից ավելի պակաս ես ուտում, դու հաստատ ինչ-որ դեֆիցիտի ես քեզ մատնում, դու չես ուտում այն ամենը, ինչ որ քեզ պետք է, եւ այդ 1.5 կիլոգրամ սնունդի մեծ չափաբաժինը գոնե 50%-ը պետք է կազմեն մրգերը եւ բանջարեղենը, ավելի շատ բանջարեղենը, մի փոքր ավելի քիչ մրգերը եւ հատապտուղները, հա։ Ընդեղ են պետք է մարդը օգտագործի, ընդեղ են եւ սերմեր օրվա մեջ մոտ 30 գրամ։ Մարդը շաբաթական 3-4 անգամ պետք է անպայման օգտագործի լոբազգի, 3-ից 5 անգամ տարբեր ձավարեղեն պետք է օգտագործի, ձկնամթերք պետք է օգտագործի լավ եւ այլն։ Ես կարծում եմ այսօր շատ մարդիկ ծանոթ են առողջ սնունդի կանոններին, հա։ Եվ հետևաբար 1-2 օր կանոնակարգված ճիշտ ափսեով, ճիշտ քանակությամբ սնունդը կբերի նրան, որ այդ հավաքած կիլոգրամները այդ նույն հեշտությամբ էլ կլքեն մեզ եւ շարունակենք մեր ընթացքը, կարևորը որ ճիշտ շարունակենք, հիշենք, որ այն ինչ մենք ուտում ենք, մենք այդ ենք, ասա ինձ ինչ ես ուտում եւ ասեմ ով ես դու, մեր մարմինը կառուցվում է մեր ընդունած սնունդից, ամեն անգամ ուտելիս մարդը պետք է հարցնի իրեն, ինչ է կառուցվում, ինչ է կառուցվելու այս ամենից, ինչը իմ ափսեի մեջ է։ Եվ Տիկին Աբովյան, քանի որ սա մեր նախատոնական հաղորդումն է, մեզ դիտողներին ինչ ունեք հաղորդման վերջում մաղթելու։ Տեսեք, ես բժիշկ եմ եւ իհարկե իմ առաջին մաղթանքը պետք է լինի առողջություն եւ էլի առողջություն։ Իսկապես ուզում եմ, որ մարդիկ հիշեն, որ չկա ավելի մեծ բան բժշկի համար, քան իր մոտ այցելուի հաջողությունը, իր այցելուի առողջությունը, առողջանալը եւ առողջ մնալը, հա, յուրաքանչյուր բժիշկ ուզում է, որ մարդը իրեն հիշի լավ բառերով, միշտ իրեն հիշելուց ժպտա, բայց ես ուզում եմ ցանկանամ բոլորին, որ ոչ մեկին պետք չկա բժիշկ, ես իրականում դա ցանկանում եմ, որ ոչ մի մարդու պետք չլինի բժիշկ, որ բոլորը լինեն առողջ, երջանիկ, իսկ սա հնարավոր է
միայն առողջ ծնունդի շնորհիվ։ Մարդը պետք է հիշի, եթե ինքը իր տարիներում, իր առօրյայում չի մտածում առողջ ծնունդի մասին, չի կարող լինել երկարատև, առողջ, բարձր որակի կյանք։ Հետևաբար ես ցանկանում եմ բոլորին տեղեկանալ ինչ բան է առողջ ծնունդը, ինչ բան է առողջ սնվելը, ինչ բան է առհասարակ առողջ ապրելակերպը, հետևել այդ ամենին, լինել առողջ, երջանիկ եւ երկարակյաց կյանքի բարձր որակով։ Շնորհակալ եմ շատ հետաքրքիր բովանդակալի զրույցի համար։ Շնորհակալ եմ։ Սիրելիներս, հիշեցնեմ, որ այսօր զրուցում ենք սննդաբան Հասմիկ Աբովյանի հետ։ Ձեզ մաղթում եմ հաջող տարի, իսկ մենք արդեն կհանդիպենք հաջորդ տարի։ Եղեք առողջ եւ սնվեք առողջ։